Ինչպես տեսնում ենք, վերջին 1-2 օրերին մեր քաղաքական գործիչները, մեր ընդհանրապես ժողովուրդը սկսել է քաղաքական պրոցեսներին նայել ընտրական օրենսգրքի պրիզմայով։ Ինչ է կորցնում ընդդիմությունը մանդատները վերցնելիս, ինչ է շահում, որքան քվեով քանի պատգամավորի մանդատ է ստանալու եւ այլն։ Այն պարագայում, երբ ի սկզբանե ընտրությունները, ընդ որում որևէ մեկը չի ուղղորդել, կարծում եմ, քաղաքական ուժերը տարել են շատ պարզ հարացույցի պրիզմայով։ Հայաստանի լինելիություն, գործող իշխանության հայկական լինելու թեզեր, գործող իշխանության կողմից պրոթուրքական եւ պրոադրբեջանական շահեր պաշտպանելու թեզեր, ընդ որում այս թեզը բնականաբար իրական է, իսկապես գործող իշխանությունները սպասարկում են գլխավորապես թուրքական եւ ադրբեջանական շահեր։ Այստեղ կարծում եմ որևէ այսպես տարընթերցում չկա, հատկապես այն մասով, որ իրենց բոլոր հայտարարությունները կախված թե ազգային ինքնության մասին, թե Հայաստանի Հանրապետության տեղի, դերի եւ ապագայի մասին, թե անցյալի իրադարձությունների վերագնահատման մասով, թե ընդհանրապես կրթական հաստատություններում պատմության վերաշարադրման մասով, այսինքն այս ամեն ինչը խոսում է շատ պարզ բանի մասին։ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները իրենց քաղաքականությունը ներդաշնակեցրել են ադրբեջանական առնվազն պահանջների եւ թուրքական առնվազն նախապայմանների հետ։ Հիշեցնեմ, թուրքական նախապայմանները միշտ եղել են եւ այսօր էլ այդ նախապայմանները կան։ Այդ նախապայմանները վերաբերում են Հայոց ցեղասպանության, ինչպես Էրդողանն էր ձևակերպում Հայոց ցեղասպանության հարցը, թողնել պատմաբանների քննությանը եւ չդարձնել միջազգային քաղաքականության օրակարգ։ Սա Էրդողանի Թուրքիայի նախագահի մոտեցումն է եղել, որը նա, եթե չեմ սխալվում, արդեն 2006 թվականից այս մոտեցումը արդեն նետել է հրապարակային դաշտ եւ նրանք պարբերաբար սրա մասին են խոսել, այս թեզն են բերել, որ այդ հարցը պետք է քննարկեն պատմաբանները եւ ոչ թե քաղաքական գործիչները։ Եվ որ սա ընդամենը պատմության, ինչպես թուրքերն են ասում, ցավալի դրվագ է։ Մյուսը, եթե մենք դիտարկենք առանձին վերցրած այս խնդիրները, գուցե փորձենք գտնել ինչ-որ արդարացումներ, բայց երբ որ այս ամեն ինչը մենք դիտարկում ենք ընդհանուր շղթայի մեջ, մենք տեսնում ենք, որ կա որոշակի տրամաբանություն, ընդ որում բավականին հստակ պատճառահետևանքային կապով։ Հիմա այս ամենը ունենք, եւ սա ընդդիմությունն է մատուցել հանրությանը, որ հասարակությունը պետք է իրենց քվե տա, որպիսի իշխանությունների կողմից վարվող այս քաղաքականությունը վերջնականապես մերժվի Հայաստանում եւ ընդդիմությունը ըստ էության հանձն է առել իշխանափոխություն։ Տեսեք, հասարակ քաղաքացու, հասարակ ընտրողի տրամաբանությամբ դիտարկենք։ Հասարակ ընտրողը, ես չգիտեմ, ինչպիսի գաղափարախոսական, ինչպիսի ծրագրային, ուրեմն դրույթների համար պետք է այս կամ այն ընդդիմադիր ուժին քվե տար։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերը գլխավորապես քվեներ ստացել են շատ կոնկրետ գործ անելու համար, որպեսզի Հայաստանում այս ուժը չլինի իշխանություն։ Եթե այս ուժը շարունակում է մնալ իշխանություն, այդ պարագայում ես կարծում եմ, այստեղ մենք նույնիսկ ընդդիմության մասով ունենում ենք լեգիտիմության խնդիր։ Ինչու են ստացել այդ քվեները եւ այդ քվեները ինչպես են աշխատելու։ Մենք ունենք 2021 թվականի անալոգը, թե ինչպիսի աշխատանք է տարվել խորհրդարանում, ինչպիսի օգտակար գործողության գործընթաց ենք ունեցել եւ դա ինչպես է անդրադարձել Հայաստանի Հանրապետության համար, նաեւ Արցախի Հանրապետության համար, հիշենք 2021 թվականին Արցախը հայկական էր, ինչպիսի անդրադարձ է ունեցել, որպիսի ողբերգական իրադարձություններ տեղի չունենան, որպիսի անդառնալի այսպես դրվագներ չլինեն այս պատմական ժամանակահատվածում։ Արդյոք հնարավոր է եղել դրանք կանխարգելել, թե ոչ։
Արդյոք ընդ որում այստեղ խոսքը ընդդիմության աշխատանքի մասին չէ, խոսքը այն մասին է, թե ինչպիսի սահմանադրական հնարավորություններ է տրված եւ ինչպիսի պայքարի մեթոդ է ընտրում ընդդիմությունը։ Խոսքը բացարձակապես չի վերաբերվում ընդդիմադիր գործիչներին, ովքեր իսկապես շատ դժվար պայմաններում փորձել են աշխատել, փորձել են ինչ-որ բան անել, բայց այն իրավական իրավիճակը, որը հաստատված էր Հայաստանի Հանրապետությունում, տրամաբանորեն թողնում էր իշխանության փոփոխության մեկ տրամաբանական հնարավորություն եւ դա փողոցն էր։ Իսկ փողոցն էլ բնականաբար գիտենք, թե ինչպիսի պայմաններում էր հնարավոր իրավիճակ ստեղծել, հաշվի առնելով թե վարչահրամայական ամբողջ համակարգի, թե ռեպրեսիվ համակարգի, այսպես որպես մահակ կիրառումը իշխանություններից դժգոհ քաղաքացիների դեմ։ Եվ նաև մենք տեսել ենք, թե իրավական համակարգը ինչպես է դարձել մահակ քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար, ընդ որում հիմա եւս մենք դրանք տեսնելու ենք, ականատես ենք լինելու, անկախ նրանից ընդդիմությունը կորոշի վերցնել մանդատները, թե ոչ։ Բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերը նախ պետք է իրենց համար սահմանեն, գնալով խորհրդարան, արդյոք իրենք կարողանալու են իրականացնել այն, ինչ որ խոստացվել է, արդյոք ընդդիմությունը համարում է, որ այս իշխանության հետ կարող է աշխատել միևնույն ինստիտուտում, խորհրդարանում, հիշեցնեմ, որ գոնե ընդդիմադիր ուժերի գերակշիռ մասը, իրապես ընդդիմադիր ուժերի, այս իշխանությանը համարել է, եւ սա եղել է նախընտրական քարոզչության հիմնական թեզերից մեկը, որ այս իշխանությունը սպասարկում է թշնամական շահեր եւ հատուկ շեշտվել է պրոադրբեջանական շահեր։ Հիմա այս շահերը սպասարկող իշխանության հետ ինչպիսի աշխատանք է լինելու, ինչպիսի հարաբերություններ են լինելու եւ այլն։ Հիմա հարցի մյուս եւ ամենակարևոր մասը, այս շատ են ասում, ինչ կլինի, եթե ընդդիմությունը հրաժարվի իր մանդատներից։ Ընդդիմությունը հատկապես խոսքը վերաբերվում է առաջին 3 ընդդիմադիր ուժերին՝ Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Հայաստան դաշինք եւ Ուժեղ Հայաստան։ Այս ուժերը միասին գրեթե 500,000-ին մոտ ձայներ են ստացել։ Սա բավականին լուրջ թիվ է եւ եթե այս թիվը դուրս է մնում խորհրդարանից, ակնհայտորեն տվյալ խորհրդարանը լեգիտիմ խորհրդարան համարել ուղղակի հնարավոր չի լինի։ Այսինքն իշխանությունները, եթե նույնիսկ սահմանադրական իմպերատիվ նորմերը պահպանելու համար, եթե չեմ սխալվում 33% կամ 1/3 ընդդիմություն ունենալու սահմանադրական պահանջը բավարարելու համար, նույնիսկ եթե հաջորդ 3 ուժերին փորձեն այսպես բերել խորհրդարան, միևնույնն է չի կարող լինել լեգիտիմ խորհրդարան, որովհետև մնացած ուժերը նույնիսկ միասին, եթե չեմ սխալվում, 50,000 ձայն չեն հավաքել, ինչը չափազանց ցածր թիվ է տվյալ խորհրդարանը լեգիտիմ համարելու համար։ Ու այստեղ մենք ունենում ենք այսպես լեգիտիմության առումով բավականին լուրջ կազուս, տեսեք լեգալության իմաստով, այո, գուցե կարելի է համարել, որ լեգալ է տվյալ իշխանությունը, բայց այստեղ մենք ունենալու ենք սահմանադրական լրջագույն ճգնաժամ լեգիտիմության իմաստով։ Լեգալության մասով ես չեմ կարող որևէ բան ասել, հատկապես որ իրավաբան չեմ, սահմանադրական իրավունքի կամ ընտրական օրենսգրքի մասնագետ չեմ։ Բայց առնվազն քաղաքական իմաստով տվյալ խորհրդարանը այլևս չի կարող լինել լեգիտիմ խորհրդարան, եթե այն ընդդիմությունը, որը միասին հավաքել է մոտ կես միլիոն քվ, որոշի հրաժարվել իր մանդատներից։ Այս իմաստով մենք ունենալու ենք խորհրդարան, որը նույնիսկ արտաքին աշխարհի համար չի կարող ընկալվել որպես լեգիտիմ խորհրդարան։ Եվ այս իմաստով ես կարծում եմ ընդդիմությունը լուրջ հաշվարկներ կատարելու, լուրջ մտորումների տեղիք ունի, ընդ որում 500,000-ին մոտ քվ ունեցող ուժերը սա կապիտալիզացնելով, այսպես ասենք, երկրում երկիշխանության մթնոլորտ է ձևավորվելու, որովհետև սա լրջագույն քվներ է, սա լրջագույն տոկոս է եւ այս տոկոսի հետ որևէ ուժ չի կարող հաշվի չնստել, ընդ որում թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։
սա քվեների այնպիսի տոկոս է, որը կապիտալիզացնելու դեպքում եւ ճիշտ ռազմավարություն ընտրելու դեպքում նույնիսկ խորհրդարանից դուրս հնարավոր է էական փոփոխությունների հասնել։ Որևէ իշխանություն, ես կարծում եմ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նույնիսկ նրան դրսից աջակցողները չեն կարող համաձայնվել այնպիսի իրավիճակի հետ, երբ իրենք գործ են ունենալու լեգիտիմության լրջագույն խնդիրներ ունեցող ուժի հետ, որը ընդամենը հասարակության մի մասով ձևավորված խորհրդարանի կողմից ընտրված ուժ է։ Այ հիշենք պարբերաբար Ուկրաինայի նախագահ Զելենսկուն ինչու են մեղադրել, նույնիսկ Միացյալ Նահանգները, որ տևական ժամանակ ընտրություններ չեն եղել եւ այս ուժը նախագահ Զելենսկին ունի լեգիտիմության լրջագույն խնդիրներ։ Ահա նույնն է լինելու նաև Հայաստանում, ընդ որում իշխանության իմաստով, նաև պետության իմաստով սա բավականին լուրջ խնդիր է լինելու, որովհետև լեգիտիմության ճգնաժամ ունեցող իշխանությունը միշտ հակված է արտաքին պատվերներ կատարելուն, որովհետև կամ պետք է հենվի ներքին ուժի վրա, իսկ ներքին ուժը պարագայում պարզապես չի ունենում, եւ կամ պետք է իր լեգիտիմությունը փնտրի արտաքին աշխարհում կամ միջազգային հարթություններում, իսկ միջազգային հարթություններում լեգիտիմություն կամ որևէ իշխանության ընդունում են, եթե նա խաղում է իրենց շահերին համապատասխան։ Այնպես որ այստեղ ունենք քաղաքական իմաստով բավականին լուրջ մտորելու կարիք, քաղաքական տեխնոլոգիաների եւ քաղաքական ռազմավարության առումով գրագետ ռազմավարության պայմաններում ես կարծում եմ իսկապես այս 500,000 քվեն հնարավոր է կապիտալիզացնել, ընդ որում նաեւ այլ ուժեր, որոնք եւս բավականին լուրջ քվեներ են հավաքել 2%, 2.1%, որոնք չեն անցել խորհրդարան, բայց դիրքավորված են որպես ընդդիմադիր ուժեր, այս ուժերի միանալու պարագայում եւս կարծում եմ բավականին էական փոփոխություն բերող պատկեր հնարավոր է ստանալ։ Իսկ մինչ այդ սպասենք, թե մեր կողմից ընտրված ընդդիմադիր ուժերը ինչ որոշումներ կկայացնեն։